Պարոն Հովհաննիսյան, ինչու իշխանությունը նորից հունից դուրս է եկել եւ հոգեվորականների հետ կապված գրառումները Փաշինյանը 5 րոպեի մեջ կարծեք 2 կամ 3 գրառում է արել, ձեր ելույթները ազգային ժողովի հայտարարության ժամին կրկին այդ մասին է խոսում։ Ինչն է անհանգստացրել այսօր։ Որևէ մեկին ոչինչ չի անհանգստացրել այսօր, մեզ անհանգստացնում է, որ քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի եւ կաթողիկոս է, ձեզ չի անհանգստացնում այդ փաստը։ Ես նոր շնորհավորեցի իրան հայրերի օրվա կապակցությամբ։ Ինչ որ խնդիր կա, դրական նոտայով ավարտել ենք նիստը։ Ես էլ շտապեցի, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Ոչ մի լարվածություն չկա։ Մենք հստակ գիտենք ինչ ենք անում, ասելու ենք մեր ժողովրդին ճշմարտությունը։ Որ ճշմարտություն։ Որ Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի։ Ինչ տվյալներ ունեք։ Ինչ տվյալներ, բոլորը գիտեն։ Փաստերը կան, եթե պետք լինի դրանք կհրապարակվեն, ես հույս ունեմ, որ խելամիտ կգտնվի Կտրիչ Ներսիսյանը եւ չի շարունակի այս լռությունը, առնվազն մեր հարցերին ի պատասխան եւ պնդումներին ի պատասխան որևէ եկեղեցական չի հերքել փաստը եւ ընդհակառակը մի շարք եկեղեցականներ էլ հաստատել են փաստը, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, ինչը հայտարարություն է ուղղակի հայ առաքելական եկեղեցու համար։ Պարոն Հովհաննիսյան, այսօր հայտարարությամբ է հանդես եկել Տաշեր գրուպ ՍՊ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, նա այսպեսի մի հայտարարություն է արել. եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Ըստ ձեզ ինչ է։ Ես հիմա շատ ուղիղ եմ ասում Սամվել Կարապետյանին, որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար, իշխող թիմի ներկայացուցիչ։ Սամվել Կարապետյան, գնա զբաղվի հեծովդ, հեծի որակապովի, որ մարդկանց լույսերը չանջատվեն, կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, այն պարտավորությունները, որը ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տվել, որտեղ աշխատանքներ իրականացնես, չես իրականացրու, թե չէ մենք, որպես Հայաստանի Հանրապետություն իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով։ Սա է մեր նախազգուշացնում եմ ի պատասխան տվյալ, ուրեմն անձնավորության անիմաստ հայտարարություններին։ Եվ մենք ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու ենք ձեր հարցերով։ Խնդրում եմ, այսինքն ինստիտուցիոնալ ինչ է նշանակում, ինչ է կանել օրինակ պարոն Հովհաննիսյան։ Օրինակ, եթե հեծի հետ կապված պարտավորությունները չկատարվեն, սկսելու ենք զբաղվել հեծի ազգայնացման հարցերով, օրինակ, կամ կրկեսի պետությանը վերադարձման հարցերով, օրինակ։ Էլի շատ օրինակներ կան, կասեմ, երբ որ դրա պահը գա։ Այսինքն բիզնես գործունեության հետ կապված սկսելու է հնարավոր բոլոր գործունեության հետ կապված յուրաքանչյուր մարդ, ով որ գալիս է Հայաստանի Հանրապետություն, ինչ որ օտար երկրներից, փորձում է սպառնալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, այդ մարդու ժողովրդական լեզվով ասած օթերը փակելու ենք։ Թող սա իմանան։ Ես ասեցի արդեն, իրանց ներդրումները թող գնան իրանց տերերի մոտ անեն։ Երկար ժամանակ լրաց ամենատարբեր խմբեր, խմբակներ, խմբավորումներ սկսել են ակտիվանալ, վերջինը կարծեք թե Սամվել Կարապետյաններ, էլի կան ինչ որ մարդիկ, որոնք այսպես տեսակ հարցակումներ կսկսեն։ Չգիտեմ, թող փորձեն եւ կտեսնեն թե ինչա տեղի ունենալու իրանց հետ։ Թող փորձեն։